Հայտնի են ԱՄՆ-ում տեղի ունեցած սպանությունների այս տարվա ցուցանիշները։ Բոլորիս հայտնի «Տանը մենակ» ֆիլմը տեղի է ունեցել իրական կյանքում։ Դեպքերի մանրամասները րոպեներ անց։ Հայրը կրակոցներով պաշտպանել է իր ընտանիքի անդամներին հանցավոր խմբից, գործի դատական բնույթը կպարզաբանեմ քիչ անց։ Գաղտնազերծված են Պուտինի եւ Ջորջ Բուշ կրտսերի խոսակցությունները։ Կինը նույն օրը վրեժ է լուծել իր երկու նախկին ամուսիններից, միաժամանակ մեկ այլ կին ուղիղ եթերում 59-ամյա տղամարդ է սպանել։ Դատական հայցեր են ներկայացվել Sony, Samsung, LG եւ այլ հայտնի ընկերությունների դեմ, ովքեր ունեն Smart TV-ներ, ավելի լավ է ուշադիր լսել այս դեպքերի մանրամասները։ Արդեն հայտնի է, թե ով է հաղթել Powerball-ի 1.8 միլիարդ դոլարի շահումը։ Թեքսասում տեղի է ունեցել ամենաանհաջող կողոպուտներից մեկը։ Իսկ հաղորդման վերջում կանդրադառնանք մի թեմայի, որը վերաբերում է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի։ Պատանիների թվային աշխարհը արագ փոխվում է սոցիալական ցանցերից մինչև արհեստական բանականության չաթբոթեր։ Ինչ վտանգներ ու ինչ ազդեցություն կարող է ունենալ սա նոր սերնդի վրա, կիմանաք հաղորդման վերջում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ ու ինչպես միշտ կպատմեմ ձեզ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող եւ կարևոր իրադարձությունների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ եւ լայքել տեսանյութը։ Մի խոսքով, ձեր աջակցությունը իսկապես միշտ մեզ ոգևորում եւ ուժ է տալիս։ Այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ ԱՄՆ-ում ամբողջ պատմության ընթացքում արձանագրվել է սպանությունների թվի տարեկան ամենացածր ցուցանիշը։ Real-Time Crime Index-ի տվյալներով համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ 2025 թվականին սպանությունների քանակը գրեթե 20%-ով նվազել է։ Ինդեքսը հիմնված է 570 իրավապահ մարմինների տվյալների վրա եւ չի ներառում անզգույշ սպանությունները, ինքնապաշտպանության դեպքերը եւ դժբախտ պատահարները։ ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան օրերին տեղի ունեցած իրական միջադեպը հիշեցրել է բոլորիս հայտնի «Տանը մենակ» ֆիլմը։ Լոնգ Այլենդում 12-ամյա Տրիստեն Թեյլորը տանը միայնակ էր, երբ գողը կոտրել է պատուհանը եւ ներխուժել տուն։ Տղան խուճապի չի մատնվել, լսելով աղմուկը նա դուրս է եկել բակ, թաքնվել եւ անմիջապես 911 զանգահարել։ Մինչև ներխուժողը 53-ամյա անօթևան Քրիստիան Գարսիան տանն էր, ոստիկանները ժամանել եւ նրան ձերբակալել են։ Պատանու ընտանիքը նշել է, որ հպարտանում է նրա արագ եւ խոհեմ արձագանքով, իսկ մայրը կատակել է, որ որդին պարզապես փրկել է Սուրբ Ծննդյան նվերները։ Սուրբ Ծննդյան նախօրերին Մերիլենդում իրականացված ներգաղթային գործողության ընթացքում դաշնային գործակալները կրակ են բացել ֆուրգոնի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու տղամարդ վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով այսի աշխատակիցները փորձել են կանգնեցնել ֆուրգոնը, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին եւ մեքենան ուղղելով գործակալների ու ծառայողական ավտոմեքենաների վրա փորձել է փախչել։ Այդ պահին գործակալները ինքնապաշտպանության նպատակով կրակ են բացել։ Վարորդը վիրավորվել է, իսկ ուղևորը վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել։ Երկուսն էլ գտնվում են կայուն վիճակում, իրավապահների փոխանցմամբ այսի աշխատակիցները չեն տուժել։ Երդվյալ ատենակալների մեծ ժյուրին որոշել է մեղադրանք չառաջադրել Քենթաքիի պետական համալսարանում տեղի ունեցած կրակոցի գործով կասկածվող տղամարդու դեմ։ Մինչև դեպքի մանրամասներին անցնելը նշեմ, որ միջադեպի հետևանքով մեկ ուսանող էր մահացել, իսկ մեկ այլ ուսանող ծանր վիրավորվել էր։ Պաշտպանական կողմի փոխանցմամբ դեկտեմբերի 9-ին համալսարանի հանրակացարանի մոտ տղամարդը կրակ է բացել 20-30 հոգանոց խմբի վրա, որը փորձել էր հարձակվել իր ընտանիքի վրա։ Փաստաբանների պնդմամբ որդին այդ պահին ծեծի է ենթարկվել, իսկ բարդի գործողությունները եղել են ինքնապաշտպանության շրջանակում։ Ժյուրիի որոշումից հետո նա ազատ է արձակվել կալանքից։ Նրա պաշտպանները նշել են, որ ընտանիքը այդ օրը գտնվում էր համալսարանում հանրակացարանից որդու իրերը տեղափոխելու նպատակով եւ նրանց հետ եղել են նաեւ համալսարանի երկու զինված ոստիկաններ։ Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել իրավապահների հետ։
Ամերիկյան ոչ կառավարական ազգային անվտանգության արխիվ կազմակերպությունը գաղտնազերծել է Վլադիմիր Պուտինի և Ջորջ Բուշ կրտսերի բանակցությունների ծրագրությունը։ Առաջին հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահը Պուտինին ասել է, որ այդպիսի մարդու հետ կարելի է նույնիսկ խրամատ մտնել և ընդգծել, որ ուժեղ Ռուսաստանը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ռուսաստանը արևմուտքի մասն է, ոչ թե թշնամին։ 50 տարի անց Չինաստանը մեծ խնդիր կդառնա, իսկ Ռուսաստանի շահերը կապված են արևմուտքի հետ, և դուք պետք է լինեք արևմուտքի նման օրենքի գերակայությամբ, բիզնեսով, ազատ մամուլով, ասել է Բուշ կրտսերը։ Բացի այդ, նախագահները դեռ այն ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ բարդությունը և նրա ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցությունը, ինչպես նաև խելագար Իրանի միջուկային զենքը և Ուսամա Բեն Լադենին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում իսլամական պետություն խմբավորման թիրախներին։ Վերջին տվյալների համաձայն 2009 թվականից ի վեր աֆրիկյան այդ երկրում իսլամիստները շուրջ 52,000 քրիստոնյա են սպանել։ Լիբերալ լրատվամիջոցները ըստ հայտարարությունների անտեսում են երկրի քրիստոնյա բնակչության համակարգված բնաջնջումը։ Նոյեմբերին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ եթե Նիգերիայի իշխանությունները չկանխեն կրոնական հողի վրա կատարվող սպանությունները, ԱՄՆ-ն պատրաստ է միջամտել իրավիճակին։ Այս հարվածները դարձել են արմատական իսլամական ահաբեկչության դեմ Վաշինգտոնի պայքարի հերթական քայլերից մեկը։ Զինված ուժերի գործողությունների մասին հաղորդագրության ավարտին Թրամփը բոլորին, այդ թվում նաև մեռած ահաբեկիչներին, Սուրբ Ծննդյան ուրախ տոն էր մաղթել։ Ֆլորիդայի Մանատի շրջանում ոստիկանությունը 51-ամյա կնոջը կասկածում է մեկ օրվա ընթացքում իր երկու նախկին ամուսինների սպանության մեջ։ Առաջին միջադեպի վայրում իրավապահները հայտնաբերել են որովայնից վիրավորված տղամարդու, որը մահից առաջ հասցրել է ասել, որ իրեն կրակել է նախկին կինը։ Նա մահացել է հիվանդանոցում։ Այնուհետև ոստիկանները գնացել են կնոջ բնակարան, որտեղ նկատել են, որ կինը մաքրման նյութերը ձեռքին տանից դուրս է գալիս։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ նա ունի ևս մեկ նախկին ամուսին։ Այդ հասցեում իրավապահները հայտնաբերել են կրակոցից սպանված երկրորդ տղամարդուն։ Քննության նախնական վարկածով մեղադրյալ կինը նախ սպանել է Թամպայում բնակվող նախկին ամուսնուն, ապա վերադարձել Մանատիի շրջան և իրականացրել երկրորդ հարձակումը։ Նշվում է, որ նախկին ամուսինների միջև երեխաների խնամակալության և ալիմենտի հարցերով տարիներ շարունակ դատական վեճեր են եղել։ Հնարավոր շարժառիթը դեռ պարզվում է, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալին կարող են անգամ մահապատժի ենթարկել։ Իլինոյսի Զայոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 43-ամյա մի կնոջ, ով մեքենայի ղեկին TikTok-ում ուղիղ եթեր վարելիս տղամարդ է գցել մեքենայի տակ։ Տուն վերադարձող 59-ամյա տղամարդը մահացել է։ Քննիչների տվյալներով վարորդը կարմիր լույսով է խաչմերուկ մտել, կինը հակառակն է պնդում։ Մեղադրյալը բարեբախտաբար չի հեռացել դեպքի վայրից։ Ավտոմեքենայում եղել է նաև 8-ամյա երեխա, որը վնասվածքներ չի ստացել։ Ոստիկանությունը հաստատել է, որ TikTok-ում տարածված տեսանյութում կինը իսկապես ուղիղ եթերով մեքենա է վարել վթարի պահին։ Նա ձերբակալվել է անզգույշ վարելու և սպանության մեղադրանքով։ Թեքսասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը դատական հայց է ներկայացրել Sony, Samsung, LG, Hisense և TCL ընկերությունների դեմ, մեղադրելով նրանց սմարթ հեռուստացույցերի միջոցով նահանգի բնակիչների անձնական տվյալների ապօրինի հավաքման մեջ։ Հայցերի հիմքում այն տեխնոլոգիան է, որը ըստ դատախազության առանց օգտատերերի գիտության հետևում է դիտվող բովանդակությանը և տվյալները գովազդային նպատակներով փոխանցում երրորդ կողմերին։ Փաքսթոնի խոսքով համակարգը կարող է յուրաքանչյուր կեսվայրկյանը մեկ ֆիքսել էկրանի պատկերը։ Հավաքված տվյալները հնարավոր է, որ հասանելի լինեն նաև օտարերկրյա կառույցների համար, այդ թվում Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ Դատարանը արդեն ժամանակավորապես արգելք է սահմանել Hisense-ի նկատմամբ։ Դատախազը սա մասնավոր կյանքի պաշտպանության համար կարևոր հաղթանակ է համարում։ Սպառողներին կոչ է արվել իրենց հեռուստացույցներում անջատել տվյալների հավաքման գործառույթը։ Սուրբ Ծննդյան նախօրյին անցկացված Powerball խաղարկության արդյունքում մեկ հաջողակ 1,8 միլիարդ դոլարի ջեքփոթ է շահել։ Հաղթական համարները եղել են 4, 25, 31, 52, 59, իսկ Powerball-ի թիվը 19։
Գլխավոր մրցանակը շահել է Արկանզաս նահանգում վաճառված տոմսը։ 1,817 միլիարդ դոլարի ջեկպոտը դարձել է ԱՄՆ լոտոյի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր շահումը եւ երկրորդ դեպքն է, երբ Powerball-ի գլխավոր մրցանակը շահում է Արկանզասում վաճառված տոմսը։ Հաղթողը կարող է ընտրել մրցանակը կամ ստանալ տարեկան վճարումների ձևով կամ միանվագ 834.9 միլիոն դոլար։ Տեքսասի White Settlement քաղաքում ոստիկանությունը որոնում է ամենաանհաջող կողոպուտներից մեկի մասնակիցներին։ Երկու տղամարդ խանութը ավերել են եւ մետաղական պարանով պոկել բանկոմատը։ Սկզբում ամեն ինչ կարծես հաջող էր ընթանում, բայց բանկոմատը կոտրել է ցուցափեղկը եւ դուրս թռել շենքից։ Սակայն ճանապարհին ծանր սարքը սկզբից բախվել է կայանված ավտոմեքենաներից մեկին, իսկ հետո որոշ ժամանակ անց բանկոմատը պոկվել է պարանից։ Այն հայտնաբերվել է ճանապարհի եզրին, խանութից մոտ կես մղոն հեռավորության վրա հայտնաբերվել է նաև գողացված ամենագնացը։ Ենթադրվում է, որ ձախողված կողոպուտից հետո հանցագործները պարզապես լքել են մեքենան եւ փախուստի են դիմել։ Ֆլորիդայում Bank of America բանկի նախկին աշխատակիցը կասկածվում է շուրջ $500,000 յուրացման մեջ։ Ըստ քննության տվյալների, նա խարդախության ճանապարհով հաշմանդամ կնոջից հափշտակել է մոտ $500,000։ Կասկածյալը 40 տարեկան է եւ երկար տարիներ անձամբ ծանոթ է եղել տուժողին։ Քննության համաձայն կինը խոշոր ժառանգություն է ստացել եւ վստահելով նախկին ծանոթին դիմել է նրան խորհրդի համար, հետաքրքրվելով, թե որտեղ կարելի է առավել շահավետ ներդնել այդ գումարը։ Տղամարդը խոստացել է օգնել ֆինանսական հարցերում եւ համոզել նրան գումարը բանկային հաշիվների միջոցով մուտքագրել։ Դրանից հետո կասկածյալը օգտագործելով իր դիրքն ու վստահությունը սկսել է տարբեր փոխանցումների շնորհիվ միջոցները տեղափոխել իր անձնական հաշվի վրա։ Սխեման բացահայտվել է բանկի ներքին վերահսկողության արդյունքում։ Տղամարդը ձերբակալվել է եւ նրա նկատմամբ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում խարդախություն, հաշմանդամ անձի շահագործում եւ այլ մեղադրանքներ։ 2025 թվականին ԱՄՆ պատանիների թվային կյանքը հասել է նոր ինտենսիվության։ Pew Research Center-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերը շարունակում են մնալ պատանիների առօրյայի առանցքը, բայց դրանց կողքին աճում է մեկ այլ ազդեցիկ գործոն՝ արհեստական բանականության վրա հիմնված չաթբոթերը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ պատանին գրեթե մշտապես ժամանակ է անցկացնում TikTok-ում եւ YouTube-ում։ Միևնույն ժամանակ կա նաեւ նոր միտում։ Պատանիների 64%-ը արդեն օգտագործում է AI չաթբոթերը, իսկ յուրաքանչյուր երրորդը դա անում է ամեն օր։ Սա առաջին տարին է, երբ մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ դեր է խաղում արհեստական բանականության չաթբոթերը պատանիների կյանքում։ Տվյալները ցույց են տալիս, որ YouTube-ը գրեթե համընդհանուր հարթակ է, պատանիների մոտ 10-ից 9 օգտվել են դրանից, այնուհետև գալիս են TikTok-ը եւ Instagram-ը, որոնցից օգտվում է պատանիների մոտ 60%-ը, Snapchat-ից մոտ 55%-ը, մինչդեռ Facebook-ը 31% եւ WhatsApp-ը 24% զգալիորեն կորցրել են դիրքերը երիտասարդների շրջանում։ Reddit-ից եւ X-ից, նախկին Twitter-ից օգտվում է յուրաքանչյուր 5-րդ պատանին։ Հետազոտությունը բացահայտում է հստակ տարբերություններ օգտագործման ձևերի մեջ։ Աղջիկները ավելի ակտիվ են Snapchat-ում եւ Instagram-ում, մինչդեռ տղաները առավել հաճախ են օգտվում YouTube-ից եւ Reddit-ից։ Ռասայական եւ էթնիկ տարբերությունները եւս նշանակալի են։ Սեմամորթ պատանիները ավելի բարձր ցուցանիշներ ունեն գրեթե բոլոր հիմնական հարթակներում՝ TikTok, Instagram, Snapchat, YouTube եւ նույնիսկ Facebook։ Օրինակ, սևամորթ պատանիների 82%-ը օգտվում է Instagram-ից, մինչդեռ սպիտակամորթների շրջանում այդ թիվը մոտ 55%։ Ավելի մեծ պատանիները 15-ից 17 տարեկանները գրեթե բոլոր հարթակներում ավելի ակտիվ են, քան 13-ից 14 տարեկանները։ Միակ բացառությունը YouTube-ն է, որը հավասարապես տարածված է բոլոր տարիքային խմբերում։ Ընտանեկան եկամուտը նույնպես ազդում է ընտրության վրա։ Ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների պատանիները ավելի հաճախ են օգտվում TikTok-ից եւ Facebook-ից, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները ավելի մեծ ներգրավվածություն ունեն նոր տեխնոլոգիաների, այդ թվում AI չաթբոթերի մեջ։
AI chatbot-երը, ինչպիսիք են ChatGPT-ն կամ Character AI-ը, պատանիների համար պարզապես տեխնոլոգիական գործիքներ չեն։ Դրանք օգտագործվում են դասերի համար, գաղափարներ մշակելու, հարցեր տալու եւ երբեմն նույնիսկ պարզապես զրուցելու նպատակով։ Հարցվածների մոտ 3-ից 1-ը նշում է, որ AI chatbot-երից օգտվում է ամեն օր, իսկ 16%-ը օրական մի քանի անգամ կամ գրեթե անընդհատ։ Օգտագործման ինտենսիվությունը հատկապես բարձր է սևամորթ եւ իսպանախոս պատանիների, ինչպես նաեւ ավելի մեծ տարիքի խմբերի շրջանում։ Փորձագետների կարծիքով այս միտումը ունի ոչ միայն դրական, այլև մտահոգիչ կողմեր։ AI chatbot-երը կարող են պատանիների համար ստեղծել անվտանգ թվացող միջավայր, որը աստիճանաբար կարող է փոխարինել իրական սոցիալական շփմանը։ Մյուս մտահոգությունը կապված է հոգեբանական անվտանգության, տարիքային վերահսկման եւ բովանդակության սահմանափակման հետ։ Այս ամենի հիմքում ընկած է մեկ հարց, թե ինչ ազդեցություն կունենա դա նրանց մտածողության, հարաբերությունների եւ ինքնության ձևավորման վրա։ Գրեք ձեր կարծիքը, ինչ եք մտածում այս թեմայի շուրջ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են հրապարակված մեր սոցցանցերում։ Կոննեկտիկուտ նահանգում ուղևորատար ավտոբուսը բախվել է մի քանի ավտոմեքենաների եւ այնուհետեւ հարվածել երկաթուղային կայարանի շենքին։ Միջադեպի հետևանքով առնվազն 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում, ինչի պատճառով երթևեկությունը մի քանի ժամով ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Տեղական իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքներն ու պատճառները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Hubble տիեզերական հեռադիտակը նկարել է երբևէ դիտված ամենամեծ պրոտոպլանետային սկավառակը, այն տարածքը, որտեղ կարող են նոր մոլորակներ ձևավորվել։ Սկավառակը գտնվում է Երկրից մոտ 1000 լուսային տարի հեռավորության վրա եւ ունի մոտ 400 միլիարդ մղոն տրամագիծ։ Դա մոտ 40 անգամ ավելի մեծ է, քան մեր արեգակնային համակարգը։ Մասնագետների հաշվարկներով դրա ներսում այնքան նյութ կա, որ կարող են ձևավորել Յուպիտերի նման 10-ից 30 հսկա գազային մոլորակներ։ Բորսայի առաջատար ինդեքսները արհեստական բանականության ոլորտի աճի շնորհիվ հասել են նոր պատմական առավելագույնի։ Դրական ազդակներ են տվել նաև հնայի աճը եւ գործազրկության նպաստի դիմումների նվազումը։ Չնայած ներդրողների սպասումներին, փորձագետները քիչ հավանական են համարում հունվարին Ֆեդի կողմից տոկոսադրույքների իջեցումը։ Ավելի հավանական է դա մայիսին ղեկավարության փոփոխությունից հետո։ Հուսամ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը, եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս ուղումով եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի, ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։